Բարև ձեզ սիրելիներ, շարունակում ենք մեր հերթական ճամփորդությունը Աստվածաշնչի էջերով եւ այսօր միասին կանադառնանք 4-րդ թագավորաց 15 եւ 16 գլուխները։ Այս գլուխներում տեսնում ենք մի ցավալի պատկեր։ Թագավորները մեկը մյուսին են փոխարինում, բայց ժողովրդի սիրտը չի փոխվում։ Իսրայելում անընդհատ դավադրություններ, սպանություններ եւ իշխանափոխություններ են տեղի ունենում, որովհետեւ մարդիկ հեռացել էին Աստծուց։ Հուդայում նույնիսկ Աքազ թագավորը վտանգի պահին Տիրոջը վստահելու փոխարեն օգնություն է խնդրում Ասորեստանի թագավորից։ Նա նույնիսկ փոխում է Տիրոջ տաճարի զոհասեղանը այն նմանեցնելով հեթանոսական զոհասեղանի, փորձելով հաճոյանալ մարդկանց ոչ թե Աստծուն։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ մարդու ամենամեծ պայքարը արտաքին թշնամիների դեմ չէ, այլ այն հարցն է, թե ում է նա վստահում։ Երբ վախը ղեկավարում է մեր սիրտը, մենք սկսում ենք հույս դնել մարդկանց, փողի, իշխանության կամ մեր սեփական ուժերի վրա։ Սակայն Աստված մեզ կոչ է անում վստահել միայն Իրեն։ Աքազը փրկություն փնտրեց երկրային թագավորի մոտ եւ մեծ գին վճարեց դրա համար։ Իսկ Հիսուսը ճշմարիտ թագավորն է, ով երբեք չի դավաճանում իր ժողովրդին։ Նա չի պահանջում, որ մենք փոխզիջման գնանք աշխարհի հետ, այլ հրավիրում է վստահել իր զորությանը։ Նա է մեր ապաստանը, մեր խաղաղությունը եւ մեր փրկիչը։ Այս գլուխները մեզ սովորեցնում են, որ իրական հավատքը երևում է հատկապես դժվարությունների ժամանակ, երբ կյանքում ճնշումներ են գալիս, մենք կամ կվստահենք մեր ուժերին, կամ ամբողջ սրտով կհանձնվենք Հիսուս Քրիստոսին։ Եվ հենց այդ ընտրությունն է որոշում մեր կյանքի ուղղությունը։ Աստված օգնի ձեզ։ Գրեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուսին, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Եղեք օրհնված։